Այդ հանդիպումը հենց Դիլիջանում էր։ Դա ընդհանրապես ցուցիչ է, որ հենց Դիլիջանում եմ հանդիպելու ձեզ հետ, այն քաղաքում, որը Ռուբեն Վարդանյանի ձեռամբ կերտված այցեքարտ է դարձել Հայաստանի համար, նսեմացնելու հայ ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետությունը։ Այս կարծիքին է ապրելու Երկիր կուսակցության նախագահ Մանեթ Հանդիլյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևի Դիլիջան կատարած այցի վերաբերյալ։ Մինչ Նիկոլ Փաշինյանը պնդում է, Հաջիևի այցը պատերազմի ռիսկերը կառավարելու համար էր, ընդդիմությունից հնչում են կտրուկ գնահատականներ։ Հանդիլյանն էլ թերահավատ է իշխանության արդարացումների հարցում։ Պատերազմը երկու նաև տեսք ունի, ցավոք սրտի ունի նաև խաղաղության տեսք, մեքենաներով Հայաստանը գրավելու, զավթելու իրենց տեսլական Հայաստան, որ իրենք կոչում են Արևմտյան Ադրբեջան։ Նախորդին կայացած ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը վերահաստատեց իր դիրքորոշումը իրավիճակի հնարավոր սրումը կանխելու վերաբերյալ։ Մենք տեսնում էինք որոշակի միտումներ, որոնք կարող են սրել իրավիճակը, եւ մենք ինչպես եւ պարտավոր ենք զբաղված ենք իրադրության կառավարմամբ։ Չնայած Փաշինյանը հայտարարել էր, թե ինքը կանխել է սեպտեմբերին սպասվող աղետալի պատերազմի ռիսկերը, ընդդիմադիր գործիչները վստահեցնում են, Հայաստանը ծանրագույն վիճակում է, իսկ խաղաղության օրակարգը լոկ շղարշ։ Հայաստանն այսօր ըստ էության գտնվում է հիբրիդային եւ սողացող պատերազմների մեջ։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ Մեդիա AM կայքում։